Ողջույն սիրելի ընկերներ, այսօր խոսելու ենք ուրան մոլորակի մասին և թե ինչպիսի փոփոխություններ է և ինչպիսի հնարավորություններ է այն մեզ բերելու 2026-ից 2033 թվականների ընթացքում։ Դե ինձ սիրելիներս, թեման բավականին հետաքրքիր է և այն կարող է ազդել ինչպես մեր կյանքի վրա գլոբալ առումով, այնպես նաև յուրաքանչյուրիս կյանքի վրա որոշակի ոլորտների առումով և պետք է լինել պատրաստված։ Իհարկե, ուրանը երկվորյակներում բավականին դրական է ազդելու մեր կյանքի վրա, որովհետև երկվորյակների օդի տարերքը ուրանի համար բավականին հոգեհարազատ է։ Այն հանդիսանում է ջրհոս նշանի գլխավոր մոլորակը։ Վերջին անգամ ուրան մոլորակը երկվորյակներում եղել է 1941 թվականից մինչև 1949 թվականները։ Սիրելիներս, ուրանը մեր կյանքում գոնե մեկ անգամ է լինում որևիցե նշանի ներքո, այսինքն որևիցե ոլորտում, և սա նշանակում է, որ գտնվելով երկվորյակների նշանի ներքո, պարզապես մենք բոլորս պետք է օգտագործենք նրա հնարավորությունները։ Եվ ուրանը երկվորյակներում առհասարակ ինչ կարող է բերել մեզ համար։ Նախ առաջին հերթին այն բերում է տեղեկատվական հեղափոխություն, հաղորդակցման և կրթության ձևերի կտրուկ փոփոխություններ, այսինքն եթե նախկինում մենք այլ ձևով էինք կրթվել, այլ ձևով էինք հաղորդակցվել, տեղեկությունները մեզ այլ ձևով էին հասել, այժմ ուրանը բերում է հեղափոխություն այդ ոլորտում։ Նաև կարող են լինել շատ կտրուկ գիտական վերելքներ և մեր հին մտածելակերպը ամբողջովին կվերափոխվի։ Նաև ուրանը բերելու է մեր շրջապատի մեծ փոփոխություն։ Ուրանը հանդիսանալով ջրհոս մոլորակի գլխավոր, ջրհոս նշանի ներողություն գլխավոր մոլորակը, իսկ ջրհոսը լինելով մեր շրջապատող մարդիկ, մեր կոլեկտիվը, այստեղ ուրանը կարող է ամբողջովին փոխել մեր շրջապատը, մենք հայտնվենք նոր միջավայրում, նոր աշխատավայրում և այսինքն մեր կողքը նոր մարդիկ են ձևավորվում, նոր շրջապատ է ձևավորվում։ Աշխատանքի փոփոխությունների մասին նույնպես նշեցի։ Բացի դրանից ուրանը հանդիսանում է նաև ավիացիայի մոլորակը, և սա նշանակում է, որ շատերիս համար ակտուալ է դառնալու ճամփորդելու ցանկությունը կամ ճամփորդելու անհրաժեշտությունը։ Այսինքն, եթե դուք առաջ աշխատում էիք այնպիսի մի տեղ, որտեղ որ ոտքով կարող էիք անգամ գնալ, այժմ ձեր աշխատավայրը կարող է փոխվել և դուք ամեն օր ստիպված պիտի լինեք բավականին երկար ճանապարհ գնալու, կամ աշխատանքի բնույթի հետ կապված հնարավոր է շատ երկար պիտի ճամփորդեք անընդհատ ինքնաթիռներով։ Ուրանը նաև երկվորյակներում մեզ ստիպելու է ձեռք բերել նոր հմտություններ, քանի որ տեղեկատվական տեխնոլոգիաները փոփոխության են ենթարկվելու, հնարավոր է, որ հին աշխատաձևերը, հին աշխատանքները, որոնք մինչև այժմ արդի էին մեր կյանքում, այժմ դրանք այլևս ակտուալ չլինեն և ուրանը ստիպի մեզ, որ մենք նոր գիտելիքներ ձեռք բերենք, որպեսզի կարողանանք նոր տեղերում, նոր աշխատավայրերում աշխատելու։ Նաև ուրանը երկվորյակներում բերում է մտավոր լարվածություն, սիրելիներս, մեր կյանքի տեմպը արագացնում է ուրանը երկվորյակներում և այստեղ մեզ մոտ լարվածություն է առաջանում մեր ինչ-որ մի բան հասցնելու կամ ամեն ինչ իր ժամանակին հասցնելու առումով։ Սիրելի ընկերներ, ուրան մոլորակը 84 տարին մեկ անգամ է փոխում իր նշանը, և սա նշանակում է, որ լինելով այսպիսի ուժեղ դիրքում, այսինքն երկվորյակների նշանի ներքո, պետք է պարզապես օգտվել ուրանի հնարավորություններից։ Նախկին 7.5 տարիների ընթացքում ուրան մոլորակը գտնվել է ցուլի նշանի ներքո, իսկ ցուլի նշանը իներտ նշան է, որը չի ցանկանում փոփոխվել, որը ամուր կառչած է հողից և չի սիրում հեղափոխություններ, չի սիրում կտրուկ փոփոխություններ, և այստեղ ուրանը գտնվել է շատ վատ անկման վիճակում, այսինքն նախորդող 8 տարիները
եղել են մեր կյանքում բավականին ծանր, կախված նրանից, որ Ուրանը եղել է իր համար այդքան ծանր և դժվար իրավիճակում։ Եվ հիմնականում ցուլի նշանի ներքո Ուրանի բերած փոփոխությունները եղել էին կտրուկ և ցավոտ։ Այժմ գտնվելով երկվորյակներ նշանի ներքո, Ուրանի փոփոխությունները լինելու են ավելի հաճելի, քանի որ երկվորյակները սիրում են անընդհատ ադապտացվել, փոփոխվել, շփվել և նրանք սիրում են արագ փոփոխություններ և անակնկալ իրավիճակներ։ Դե ինչ, խոսելու եմ յուրաքանչյուր նշանի համար, թե ինչ կարող է բերել Ուրան մոլորակի այցը 2026-ից 2033 թվականների ընթացքում։ Նախ ապրիլ ամսվա կանխատեսումներում ես նշել եմ, որ Ուրան մոլորակը 2026 թվականի ապրիլի 26-ին վերջնական մուտք է գործում երկվորյակներ նշան և այստեղ լինելու է արդեն անփոփոխ շուրջ 7,5 տարի, մինչև 2033 թվական, և նշանակում է, որ այստեղ պետք է մենք բոլորս պատրաստ լինենք, որովհետև Ուրանը կարող է բերել ինչպես շատ մեծ հնարավորություններ մեր կյանք, այնպես էլ ցնցումներ, որոնք կարող են մեր կյանքում լարվածություններ առաջացնել։ Խոյերի համար վերջին 8 տարիները եղել են անկայուն ֆինանսական առումով, որովհետև Ուրանը գտնվել է նրանց երկրորդ ֆինանսական դաշտում։ Այժմ, սիրելի խոյեր, Ուրանը մուտք է գործում ձեր երրորդ ոլորտ և 2026 թվականից մինչև 2033 թվական Ուրանը բերելու է ձեզ հնարավորություն դասընթացների առումով, փաստաթղթային գործարքների առումով, ավտոմեքենա գնելու վաճառելու առումով, ինչու չէ նաև այստեղ վարորդական իրավունք ձեռք բերելու առումով և նաև շատ խոյեր, եթե ցանկություն ունեն, ասենք, առևտրով զբաղվելու, ապա օնլայն հարթակը սպասում է նրանց։ Ցուլերի համար վերջին 8 տարիները եղել են քաոս, սիրելիներս, ես ինքս արևի նշանով ցուլ եմ և կարող եմ դա հաստատել, որովհետև երբ Ուրանը առաջին ոլորտում է, այսինքն ցուլի նշանի ներքո է եղել վերջին 8 տարիներին, ցուլերի կյանքը ամբողջովին գլխիվայր շուռ է եկել, այսինքն նրանց կյանքում տեղի են ունեցել շատ լուրջ, շատ ցավոտ փոփոխություններ և այժմ, սիրելի ցուլեր, Ուրանը լքում է ի վերջապես ձեր առաջին ոլորտը և դուք կարող եք կարգի բերել ձեր առողջությունը, ձեր անձնական հարթակը և ինչու չէ նաև ձեր անձնական կյանքը, աշխատանքը, որովհետև Ուրանը արդեն ձեզ հանգիստ է տալիս։ Սակայն, սիրելիներս, Ուրանը մուտք է գործում երկրորդ ֆինանսական դաշտ, սա նշանակում է, որ ֆինանսների հանդեպ պետք է շատ ուշադիր լինել և ռիսկային ֆինանսական գործարքներ չկատարել։ Սակայն, սիրելի ցուլեր, Ուրանը բերելու է ձեզ հնարավորություն աշխատելու շատ ֆինանսներ, իսկ ցուլերը ինչ են ամենից շատ սիրում, իհարկե ֆինանսական բարգավաճում։ Հաջորդ նշանը երկվորյակներն են, սիրելիներս, վերջին 8 տարիները ձեզ համար նույնպես անկայուն են եղել, քանի որ եղել են անհանգիստ վիճակներ, որոնք միգուցե ձեզ ստիպել են բնակվել արտերկրում, ստիպված եք եղել օտար երկրում լինել կամ միգուցե աշխատանքի հետ կապված ունեցել եք փոքր դժվարություններ, սակայն այժմ Ուրանը մուտք է գործում ձեր առաջին ոլորտ և այստեղ Ուրանը ձեզ դարձնում է ավելի ազատատենչ, ավելի ուրեմն բարձր հայացքների տեր մարդ և նաև Ուրանը ձեզ կստիպի նոր հմտություններ ձեռք բերելու, որպեսզի դուք կարողանաք ավելի լավ աշխատանքների անցնել և ավելի լավ կարիերա անել։ Սակայն երկվորյակների կյանքի փոփոխությունները այնքան էլ ցավոտ չեն լինի, ինչպես որ եղել են վերջին 8 տարիներին ցուլի համար, որովհետև երկվորյակները սիրում են փոփոխվել, սիրում են ադապտացվել, նրանք արագ են կողմնորոշվում փոփոխությունների հարցում և Ուրանը այստեղ կարող է ձեր առջև բացել մեծ հնարավորություններ և ճամփորդելու հարցում, և աշխատանքի կարիերայի սանդղակով բարձրանալու հարցում,
հարցում եւ ինչու՞ չէ նաեւ այստեղ անձնական հարցերում։ Այնպես որ սիրելի երգվորյակներ, ձեզ համար շատ կարևոր առաջիկա 8 տարի է սպասվում։ Հաջորդ նշանը խեցգետիններն են, սիրելի խեցգետիններ, վերջին 8 տարիների ընթացքում, 7.5 տարիների ընթացքում Ուրան մոլորակը ամբողջովին ձևափոխել է ձեր շրջապատը։ Եվ այստեղ շատ մարդկանցից, որոնց հետ եղել է գործնական հարթակում կամ եղել եք անձնական հարթակում, այստեղ Ուրան մոլորակը վերջին 2019 թվականից ի վեր կարելի է ասել, փոխել է ձեր շրջապատը այն առումով, որ դուք շատ մարդկանցից տեսել եք վատ շահամոլական ինչ-որ բաներ հիասթափվել է կամ այդ մարդիկ փորձել են ձեզ թիկունքից հարվածել։ Սիրելիներս, հասկանում եմ ձեզ, սա խոր հիասթափություն է ձեզ պատճառել, սակայն Ուրանը այժմ լքում է ձեր 11-րդ ոլորտը եւ այժմ մուտք է գործում ձեր 12-րդ ոլորտ, առաջիկա 7.5 տարին կլինի ձեր 12-րդ ոլորտում։ Խեցգետինների համար սա մի փոքր խորթ է, որովհետև Ուրանը 12-րդ ոլորտում բերում է ներքին անհանգստություն, այսինքն այստեղ խեցգետինները սիրում են հանգիստ, հարմարավետ, ընտանեկան կյանք, սակայն Ուրանը անընդհատ նրանց դրդելու է ինչ-ինչ քայլերի դիմել, անընդհատ դրդելու է մի փոքր ավելի առաջադեմ մտածել, բացի ընտանիքից նաև մտածել աշխատանքի մասին, ճամփորդելու մասին, ինչը որ խեցգետինները այնքան էլ չեն սիրում։ Այնպես որ սիրելիներս պատրաստվեք, որովհետև Ուրանը ձևափոխելու է ձեր մտածելակերպը։ Առյուծների համար Ուրանը վերջին 8 տարիների ընթացքում եղել է 10-րդ ոլորտում եւ համամիտ եմ, որ շատ առյուծների մոտ եղել են շատ բարձր անկումներ եւ նաեւ ուրեմն բարձրացումներ, վերելքներ, որովհետեւ Ուրանը 10-րդ ոլորտում, բարձրագույն ոլորտում շատ ուժեղ է ցնցել առյուծների ինչպես կարիերան, այնպես էլ նրանց անձնական հարթակը եւ շատ առյուծներ, ինչպես որ ամուսնալուծվել են, այնպես էլ շատերի կյանքում տեղի են ունեցել կարևոր իրադարձություններ, երեխայի ծնունդ, կամ անակնկալ ամուսնություն, կամ անակնկալ պաշտոնի բարձրացում եւ այստեղ Ուրանը վերջապես լքում է ձեր 10-րդ ոլորտը, այդ լարվածությունը կարող եք մի փոքր թոթափել։ Այժմ Ուրանը մուտք է գործում ձեր 11-րդ ոլորտ։ Սա նշանակում է, որ պատրաստվեք, որ Ուրանը մաքրելու է ձեր շրջապատը, այսինքն դուք այստեղ Ուրանի ցնցումներից ելնելով կհասկանաք, թե ովքեր են ձեր իսկական մտերիմները եւ ձեր բարեկամները, ովքեր են ձեզ նեղ պահին օգնելու, այսինքն այստեղ շատ մարդկանց դիմակը կարող է պատռվել։ Կույսերի համար վերջին ուրեմն 8 տարիները եղել են անկայուն կապված 9-րդ ոլորտի հետ, սիրելի կույսեր, սա այնքան էլ անբարենպաստ չի եղել ձեզ համար, որովհետև 9-րդ ոլորտը ձեր արևի նշանի նկատմամբ տրին ասպեկտ է կատարել եւ Ուրանը ձեզ այնքան էլ չի ցավացրել նախորդող 8 տարիների ընթացքում, սակայն սիրելի կույսեր, պետք է ձեր նյարդերը շատ ամուր պահեք, որովհետև այստեղ Ուրանը մուտք է գործում ձեր 10-րդ բարձրագույն ոլորտ, ինչը նշանակում է, որ առաջիկա 7.5 տարիների ընթացքում ամպագորգոր հայտարարություններ կարող են լինել ձեր ղեկավարության կողմից, ինչու չէ նաև շատ ցավոտ ամուսնալուծություններ կարող են տեղի ունենալ, ինչու չէ նաև շատ անակնկալ ամուսնություններ կամ անգամ երեխայի ծնունդ կարող է լինել գրանցվել ձեր կյանքում, այնպես որ սիրելի կույսեր պատրաստվեք, որովհետև ձեր կյանքը հիմնովին փոխելու է Ուրան մոլորակը։ Հաջորդ նշանը մեր շատ սիրելի կշեռքներն են, կշեռքների մոտ Ուրանը վերջին 8 տարիների ընթացքում եղել է 8-րդ ֆինանսական դաշտում եւ այստեղ անկայուն վիճակ է առաջացրել, կապված նրա հետ, որ բանկային գործարքները կամ չեն ստացվել, կամ ստացվել են շատ բարձր տոկոսադրույքներով, կամ այստեղ ինչ-ինչ խնդիրներ են առաջ եկել ժառանգության հարցերի հետ կապված եւ նաեւ նեղ անձնական կյանքում միգուցե
այստեղ հիասթափություններ եք շատ լուրջ ունեցել։ Սակայն կշեռքների մոտ Ուրանը մուտք է գործում 9-րդ ոլորտ, սիրելի կշեռքներ, ձեզ համար շատ կարևոր եւ շատ բարենպաստ է Ուրանի մուտքը ձեր 9-րդ ոլորտ, որովհետեւ նախ սա նույնպես օդի տարերք է, ինչպես որ ձեր նշանն է, եւ բացի դրանից կշեռքների մոտ բացվում են հնարավորություններ աշխատելու միջազգային կառույցների հետ, հնարավորություններ ծանոթանալու օտարերկրացիների հետ, գրանցել երկրորդ ամուսնություն, ճամփորդել օտար երկրներում, սովորել օտար երկրներ, աշխատել դատական ինչ-որ ատյաններում եւ նաեւ այստեղ կրթվել եւ աշխատել ուսումնական հաստատություններում։ Սիրելի կշեռքներ, երևի թե ամենակարևոր իրադարձությունն է Ուրանը բերում ձեր կյանք, որը իհարկե մեկ օրում մեկ անգամից չի կատարվելու, սակայն աստիճանաբար նրա ազդեցությունը դուք կզգաք ձեր կյանքի վրա առաջիկա 7.5 տարիների ընթացքում։ Հաջորդ նշանը մեր շատ սիրելի կարիճներն են, սիրելի կարիճներ, իհարկե դուք նույնպես թեթևացած արդեն շունչ կքաշեք, որովհետև վերջին 8 տարիների ընթացքում Ուրանը եղել էր ձեր 7-րդ ոլորտում, որտեղից շատ խիստ ճնշել էր ձեր ամուսնական կարգավիճակը, ձեր հաճախորդների ցանկը, ինչու չէ նաև հրահրել էր ձեր թշնամիներին ակտիվորեն գործել ձեր դեմ։ Սակայն այժմ Ուրանը լքում է ձեր 7-րդ ոլորտը եւ կարիճները կարող են հանգիստ շունչ քաշել, որովհետեւ եթե կարողացել են պահպանել իրենց ամուսնական կարգավիճակը, շատ լավ է, այլևս ոչինչ չի սպառնում, այժմ դուք արդեն պետք է ուշադիր լինեք բանկային գործարքների եւ ֆինանսական գործարքների ուղղությամբ, որովհետեւ Ուրանը այստեղ բերելու է նոր հնարավորություններ։ Աղեղնավորների մոտ վերջին 8 տարիների ընթացքում Ուրանը առաջացրել է ցնցումներ աշխատանքի, աշխատավայրի, գործընկերների հետ կապված եւ բացի դրանից առողջության հետ կապված։ Սիրելի աղեղնավորներ, վերջին 8 տարիների ընթացքում շատերդ ունեցել եք առողջական լուրջ խնդիրներ, սակայն այժմ Ուրանը դուրս է գալիս ձեր առողջության ոլորտից եւ մուտք է գործում 7-րդ ոլորտ։ Սա կարելի է ասել ձեր կողքի մարդիկ են եւ այստեղ սպասեք անակնկալների, թե ինչպես իրենց կպահեն ձեր կողքի մարդիկ, այստեղ շատերի համար կարող է լինել միայնակ աղնավորների համար կարող է լինել անակնկալ հանդիպում սիրածեակի հետ, այստեղ կարող են լինել գրանցվել ամուսնություններ, կարող են լինել նաև ամուսնալուծություններ։ Շատ աղեղնավորների համար Ուրանի այցը 7-րդ ոլորտ խորհրդանշում է, որ նրանք պետք է սկսեն աշխատել սպասարկման ոլորտում։ Ատեղջուրների համար Ուրան մոլորակը վերջին 8 տարիների ընթացքում եղել է նրանց 5-րդ ոլորտում։ 5-րդ ոլորտը սա այն ամենն է, ինչ մեզ հաճույք է պատճառում։ Իհարկե, սա սիրահարվածությունն է եւ այստեղ ատեղջուրների մոտ եղել է բուռն սիրահարվածության 8 տարի, երբ դուք սիրահարվել ու անմիջապես հիասթափվել եք։ Այստեղ կարող է եղած լինել նաև երեխաների հետ կապված շատ լուրջ կոնֆլիկտային իրավիճակներ։ Եվ նաև շատ ատեղջուրների մոտ հնարավոր է Ուրանը վերջին 8 տարիների ընթացքում բերել է նաև ստեղծագործական աշխատանքով զբաղվելու հնարավորություններ։ Սակայն սիրելի ատեղջուրներ, պետք է զգուշանալ, որովհետև Ուրան մոլորակը մուտք է գործում ձեր 6-րդ ոլորտ։ 6-րդ ոլորտը սա մեր աշխատանքն է, աշխատանքային գրաֆիկն ու պարտականություններն են, մեր առողջությունն է, մեր առողջ ապրելակերպն է եւ այստեղ շատ ատեղջուրների մոտ կարող են լինել կտրուկ փոփոխություններ կապված այս ոլորտի հետ։ Հնարավոր է աշխատանքի կտրուկ փոփոխություն, աշխատավայրի փոփոխություն եւ նաեւ այստեղ շատ հնարավոր է, որ դուք սկսեք լրջորեն զբաղվել ձեր առողջությամբ։ Ջրհոսների մոտ վերջին 8 տարիները եղել են շատ լարված այն առումով, որ ջրհոսները ունեցել են լուրջ կոնֆլիկտային իրավիճակներ կապված իրենց
տան հետ, իրենց տան անդամների հետ, իրենց ծնողների կամ ինչու չէ իրենց չափահաս երեխաների հետ։ Սիրելի ջրհոսներ, այժմ դուք թոթափում եք այդ լարվածությունը, որովհետև ուրան մոլորակը լինելով ձեր գլխավոր հովանավոր մոլորակը մուտք է գործում ձեզ համար շատ կարևոր, շատ հաճելի և շատ բարենպաստ 5-րդ ոլորտ, սա նույնպես օդի տարերքն է և 5-րդ ոլորտը այն ամենն է, ինչը ձեզ հաճույք է պատճառում, նշանակում է շատ ջրհոսների մոտ անձնական հարթակը կարող է փոփոխվել, կարող եք սիրահարվել, կարող եք ունենալ երեխաներ, եթե ունեիք արդեն երեխաներ, կունենաք այստեղ երեխաների հետ կապված շատ ուրախ, շատ կարևոր անակնկալ իրավիճակներ և նաև այստեղ 5-րդ ոլորտը ստեղծագործական աշխատանքն է, շատ ջրհոսների մոտ բացվում է հնարավորությունը զբաղվելու ձեր սրտի ուզած ստեղծագործական աշխատանքով։ Եվ մեր վերջին նշանը իհարկե մեր շատ սիրելի ձկներն են, որոնց կյանքում վերջին 8 տարիների ընթացքում եղել են խնդիրներ կապված փաստաթղթերի հետ, միգուցե կապված ավտոմեքենայի հետ, առքուվաճառքի կամ վարորդական իրավունք ստանալու հետ և նաև շատ ձկների մոտ խնդիրներ են եղել իրենց քրոջ կամ եղբոր հետ։ Սիրելի ձկներ, այժմ ուրանը մուտք է գործում ձեր 4-րդ ոլորտ։ Սա կարևոր ոլորտ է և ձեր անձնական արևի նկատմամբ այստեղ մի փոքր լարվածություն, քառանկյուն է ստեղծում ուրանը, սիրելիներս, և նշանակում է առաջիկա 8 տարիների ընթացքում, 7,5 տարիների ընթացքում ուրան մոլորակը բերելու է փոփոխություն կապված ձեր ապրելու վայրի հետ, այսինքն դուք հնարավոր է տեղափոխվեք, այլ տեղում ապրեք, այստեղ նաև կարող է բերել փոփոխություն ձեր ընտանիքում, միգուցե ծնողների հետ կապված, տան մնացած անդամների հետ կապված և նաև կարող է որոշակի լարվածություն առաջացնել ձեր և ձեր տան անդամների միջև։ Դե ինչ սիրելիներս, այսքանը ուրան մոլորակի մասին, կհանդիպենք հաջորդ հոլովակում, առայժմ։